Ժողովրդյան վաղուց էի խոստացել հալած յուղի մասին խոսել, շատերին եմ խոստացել։ Այսօր հենց այդ թեմայի մասին կխոսենք ու կցուցադրեմ բոլոր մանրամասները։ Եկեք հենց սկզբից պայմանավորվենք։ Փորձառու տանտիկինները գիտեն, սկսնակների համար ասեմ, ուղակի հալեցնել կարագը եւ յուղ ստանալը լրիվ այլ բան է, իսկ մաքուր արդար յուղ ստանալը, այսինքն հալած յուղ ստանալը լրիվ այլ է։ Երբ ուղակի կարագը հալեցնում են, այսինքն մենք ընդհանրապես կառուցվածքն ենք փոխում։ Ոչ մի որակական լուրջ փոփոխություն չի լինում։ Իսկ երբ հալած յուղ ենք ստանում, մենք դա անում ենք հատուկ որոշակի գործողություններով, որի արդյունքում կարագից դուրս ենք բերում մաքուր կաթնային ճարպը։ Սա արդեն որակապես այլ մթերք է ստացվում։ Դեռ մեզնից շատ առաջ մեր տատիկները հալած յուղ պատրաստել են։ Այն ժամանակ մթերքը էկոլոգիապես մաքուր է եղել, նպատակը եղել է հիմնականում երկար պահպանելը, քանի որ հալած յուղը պահպանվում է շատ երկար։ Մեր տատիկներն ինչ են արել, կարագին նախապես աղ են ավելացրել, նույնիսկ երբեմն հունցել է աղի հետ, բայց ինչ նպատակ է դա ունեցել։ Պարզապես կարագը հաճախ հավաքել են, որպեսզի որոշակի ծավալի դեպքում նոր միայն հալեցնեին։ Բացի դրանից հիմնականում պատրաստել են թոնրի մեջ, իսկ թոնրերը ամեն օր չեն վառել, բնական է։ Պատկերացրեք լավաշն արդեն թխել են, թեժ կրակն իջել է ու միջին ջերմաստիճանում իջեցրել են կարագը թոնրի մեջ ու փակել են, մինչ առավոտ հալած յուղը պատրաստ է։ Ու բնականաբար մինչ այդ պահը հասնելը պետք է որ կարագը պահպանվեր ու ծանր համ ու հոտ չլիներ, ինչպես ասում են, չկծվանար։ Տատիկս էր հաճախ ասում, դրա համար նախապես աղ են արել։ Եթե հատուկ պայմաններ ունեք, սառնարանում եք կարագը նախապես պահելու, աղ անելու կարիք առանձնապես չկա։ Բայց եթե ուզում եք ավանդույթը պահպանել ու անպայման աղ անել, դա նույնպես խնդիր չէ, հանգիստ արեք։ Ճարպի մեջ աղը չի լուծվում։ Միևնույնն է, հալեցնելուց հետո այն նստվածքը, որ առաջանում է, աղը դրա հետ իջնելու է ու հալած յուղը, նույնիսկ եթե 1 կիլոգրամ աղ եք նախապես ավելացնեք, երբեք աղի չի ստացվի։ Աղն ավելացնելը եւս մեկ կարևոր գործառույթ է ունեցել։ Աղով զանգվածը շատ ավելի բարձր ջերմաստիճանում է սկսում եռալ ու դա թույլ չի տվել, որ կարագը, որ իջեցրել են թոնրի մեջ կամ կրակի վրա են պատրաստել, շատ ուժեղ ու ակտիվ եռա։ Մեզ դա այդքան էլ հարկավոր չէ, դրա համար աղը օգնել է։ Իսկ հիմա, քանի որ գազօջախին ենք պատրաստում կամ էլեկտրական որևէ տաքացուցիչի վրա, հանգիստ կարող ենք ջերմաստիճանը կարգավորել ու թույլ չտալ, որ զանգվածը եռա։ Այնպես որ այստեղ նույնպես հանգիստ կարելի է աղ չավելացնել, եթե չեք ուզում, բայց կրկնում եմ, հանգիստ ավելացրեք չի էլ խանգարելու։ Կարագն արդեն կտրատել եմ, հիմա կդնեմ կրակին։ Կրակը պետք է շատ ցածր լինի։ Մարմանդ կրակով ենք պատրաստում, պատկերացրեք, որ զանգվածը չպետք է եռալու նշաններ անգամ ունենա։ Այսինքն չպետք է բրբրթա, թեկուզ կամած։ Պետք է նկատեք, որ ինչպես են ասում, տակից շատ մարմանդ եփվում է։ Ինչի համար է դա արվում։ Երբ ճարպը ցանկացած, նույնիսկ ամենաառողջ, ամենամաքուր ճարպը երկար ու բարձր ջերմաստիճանով եռում է, դրա մեջ կոնցերոգեններ են ավելանում, հայտնվում ու դրա պատճառով արդեն ստացած արդյունքն այնքան էլ որակով չի լինում։ Դրա համար անպայման հետևեք։ Կրակը ուղղակի ցածր արեք ու երբեմն ստուգեք։ Լավ կլինի գազօջախի վրա կրակցրիչ օգտագործել, ժողովուրդ այդպես ավելի ապահով է, կամ վերցնել հաստ հատակով կաթսա, իսկ եթե երկուսն էլ լինի, շատ ավելի լավ ու ապահով կլինի։ Մեզ կափարիչն այս գործում հարկավոր չի լինելու ժողովուրդ, որովհետև մեզ ընթացքում նաև պետք է ավելորդ հեղուկից ազատվել, որ գոլորշիացում լինի։ Ընթացքում հաստատ ովքեր հալեցրել են գիտեն, որ աստիճանաբար փրփուր է հավաքվում։ Դա հենց սպիտակուցն է, այն սպիտակուցը, որ առանձնանում է, կարելի է ասել ընդհանուր զանգվածից ու կուտակում է մակերեսին։ Իսկ ինչի է հարկավոր այդքան երկար թողնել, երբեմն լսում եմ կարծիքներ, որ կարելի է ընդհանրապես ենթադրենք 1 ժամով հալեցնել ու պատրաստ կլինի։ Բանն այն է, որ առաջին հերթին դուք գիտեք, արդեն ասացի, բարձր ջերմաստիճան չի կարելի օգտագործել, այսինքն ցածրով ենք հալեցնում ու բացի դրանից մեզ պետք է կարագի հետ ամբողջ զանգվածի միջից, արդեն հետո յուղի միջից գոլորշիացնել ամբողջ ավելորդ հեղուկը, իսկ դա բնական է ցածր կրակի դեպքում երկար ժամանակ է պահանջում։ Իսկ ինչի համար է այդքան կարևոր դուրս բերել, գոլորշիացնել ջուրը, որ ջուր չմնա։ Բանն այն է, որ տարբեր միկրոօրգանիզմների համար ջրային միջավայրը կենսագործունեության համար շատ հարմար է։ Իսկ երբ մթերքի մեջ ջուր չկա, բակտերիաների համար հարմար պայմաններ չկան, որպեսզի ապրեն ու բազմանան։ Հետևաբար, եթե բակտերիաներ չկան, մթերքը երկար պահպանվում ու չի փչանում։ Հիշենք, օրինակ, չորացված մրգերը, չորացված բանջարեղենը կամ կանաչիները, թեկուզ չորացված հացը, երբեք դրանք չեն փչանում։ Պատճառը հենց դա է, առանց ջրի բակտերիաները չեն բազմանում։
Հեղուկն ամբողջությամբ գոլորշիացնելը եւս մեկ առավելություն է տալիս։ Բանն այն է, որ կաթնամթերքի մեջ գիտենք, կա շաքար, որը լուծված է ջրում։ Երբ ավելորդ հեղուկ այդ ջուրը գոլորշիացնում ենք, շաքարը նույնպես իջնում է եւ նստում է հատակի նստվածքի տեսքով, ինչպես եւ սպիտակուցներ։ Այսինքն այս տարբերակով մենք ազատվում ենք նաեւ կաթնային շաքարից։ Այսինքն մենք արդյունքում այս ամբողջի շնորհիվ ստանում ենք նախ հիպոալերգիկ յուղ, որի մեջ չկա լակտոզա, չկա կազեին եւ երկար պահպանվող նաեւ տարբերակ, որովհետեւ չկա ջուր։ Տեսեք, որքան մարմանդ է եռման ընթացքը, նույնիսկ եթե երեսից այս փրփուրը չհեռացնեմ, նույնիսկ կարելի է չնկատել, որ այնտեղ եռման գործընթաց է։ Արդեն 3 ժամ է անցել, նույնիսկ մի քիչ ավելի, տեսեք, թե ինչ իրավիճակ ունենք։ Այստեղ հավաքված այս փրփուրը առանձնացված արդեն սպիտակուցն է, բայց իհարկե յուղի մեջ էլ դեռ սպիտակուց կա, դրանից է, որ յուղը դեռ լիարժեք թափանցիկ չէ, տեսնում եք, մի տեսակ գորշ է ու հատակը չի երևում։ Սրան ուշադրություն ենք դարձնում, քանի որ որոշակի պահ կգա, որ դրանով կկողմնորոշվենք արդեն վերջնական սպիտակուցից ազատվելը։ Դեռևս թափանցիկ չէ, մինչև վերջ չի երևում։ Արդեն 5 ժամ անցավ, տեսեք աստիճանաբար ավելի ու ավելի թափանցիկ է դառնում, բայց դեռևս հատակը չի երևում։ Շարունակում ենք։ Արդեն 6 ժամն անցավ, տեսեք հատակն ամբողջությամբ մաքուր երևում է։ Սա նշանակում է, որ այստեղ արդեն սպիտակուց չի մնացել, ամբողջությամբ առանձնացել է։ Իսկ դա նշանակում է, որ վերջին մոտ ենք։ Քիչ հետո հատակին կարելի է մի փոքր նստվածք նկատել, դրանից հետո արդեն կարող ենք համարել, որ մեր աշխատանքն ավարտված է։ Շատ կարևոր է ընթացքում ոչինչ խառնելու կարիք չկա, ուղղակի թողեք այսպես ամբողջ ընթացքում մնա։ Կարող է թվալ, թե յուղը մուգ է, բայց չանհանգստանաք, տեսեք, թե ինչ ոսկեգույն երանգ ունի։ Չնայած որ երբեմն հենց հատուկ մի փոքր ավելի մուգ են պատրաստում, այդպես համն ու բույրն ավելի արտահայտիչ են դառնում, բայց դա լրիվ այլ տարբերակ է։ Իսկ նրանց համար, ովքեր գուցե չգիտեն, ուղղակի նշեմ, որ սա հանգիստ կարելի է ուտել, շատ համեղ է։ Իսկ գուցե տարօրինակ թվա, թե ինչի համար, եթե այն վնասակար չէ, ինչի համար այս ամբողջ գործողությունն արեցինք ու առանձնացրինք։ Բանն այն է, որ առանձին դրանք վտանգավոր չեն, բայց երբ միասին են, այսինքն երբ ճարպի մեջ կա այդ սպիտակուցը, շաքարը եւ ջուրը, ճարպը երկար չի պահպանվում, կողմնակի համ ու հոտ է ներքաշում, նաեւ ունի այրման ցածր ջերմաստիճան, այսինքն պատրաստելու ընթացքում, եթե մի քիչ բարձր ջերմաստիճան լինի, կոնցերոգեններ են արտադրվում։ Այսինքն ստացվում է, որ առանձին դրանք բոլորն էլ անվնաս են, պարզապես միասին լրիվ այլ որակական հատկանիշներ են տալիս ճարպին, իսկ երբ առանձնանում են, ճարպը արդեն մաքուր վիճակում ձեռք է բերում լրիվ այլ որակական հատկանիշներ։ Ես հատուկ սպիտակ կաթսա եմ վերցրել, որպեսզի հատակին ամեն ինչ պարզ երևա։ Տեսեք, արդեն նստվածք ունենք։ Սա նշանակում է, որ ջուրը չափազանց քիչ է, արդեն կրիտիկական կետի է հասել։ Իսկ քանի որ շաքարը լուծվում է հենց ջրում, երբ ջուրը պակասում է, բնական է շաքարն արդեն իջնում է հատակին ու աստիճանաբար կարամելացվում է։ Այս պահից սկսած որքան երկար թողնենք, այնքան ավելի կարամելիզացումը շատանալու է ու ավելի մուգ է լինելու յուղը, բայց դրան գումարած նաև յուղի համն ու բույրն է ժողովուրդ փոխվում ու շատ արտահայտիչ է դառնում։ Այնպես որ հանգիստ կարող եք մոտավորապես այս փուլում դադարեցնել կամ կարող եք թողնել մի քիչ ավելի երկար, մինչև նստվածքն էլ ավելի մուգ կդառնա շագանակագույնին մոտ, իսկ յուղը շատ ավելի հագեցած գույնի կլինի։ Դուք որոշեք, որ փուլն է ձեզ հարմար, որն է ձեզ դուր գալիս։ Ես մոտավորապես 20 րոպեից սկսած այս պահից կանջատեմ։ Ահա եւ վերջ ժողովուրդ ջան, ավարտեցինք, հուսով եմ կարողացա պատասխանել ձեր բոլոր հարցերին, իսկ նրանք, ովքեր արդեն գիտեին, հուսով եմ մի փոքր ավելին իմացան։ Ամբողջ յուղը տեղափոխում ենք հարմար տարաների մեջ, ցանկալի էմալապատ տարաների մեջ ու այդպես պահում ենք։ Բոլորս էլ գիտենք, որ պահպանվում է ավելի երկար, թեկուզ սենյակային ջերմաստիճանում։ Ուղղակի փակում ենք ցանկացած կափարիչով, միայն նրա համար, որ խոնավություն չլինի։ Դա էլ արդեն ըստ պայմանների դուք հետևեք։ Ու վերջ ու ամեն ինչ ավարտված է։
պարզ, մաքուր, ինչպես ասում ենք, արդար յուղը պատրաստ է։ Իհարկե հիշում եմ, ես ձեզ խոստացել էի վերջում պատմել, թե ինչպես ցածր տոկոս ունեցող կարագից դուրս բերել մաքուր կաթնային ճարպ։ Նույնիսկ եթե կարագը 70%-անոց է, 50%-անոց է, կապ չունի, նույնիսկ եթե 5%-անոց է, եթե այնտեղ կա կաթնային ճարպ, թեկուզ մի քիչ, դա հնարավոր է առանձին դուրս բերել։ Պետք է անպայման հիշել, որ կարագի տոկոսը, յուղայնության տոկոսը ցածր է լինում, քանի որ այնտեղ բացի սովորական կաթնային ճարպից կան նաև բուսական ճարպեր, օրինակ պալմայի յուղ։ Դրա համար էլ որքան դրանք շատ են, այնքան կարագի տոկոսը ցածր է։ Իսկ ինչպես աշխատել ցածր տոկոսով կարագի հետ։ Ամեն բան շատ հեշտ է։ Անում ենք նույնը, ինչ այսօր արեցինք, ուղղակի դրանից հետո ստացվածը դեռ մի անգամ էլ ուղարկում ենք ջեռոցը։ Կայուն ոչ շատ բարձր ջերմաստիճանով թողնում ենք որոշ ժամանակ։ Դուք ապակուծեն կողմ հաստատ տարայի մեջ կնկատեք, թե ինչպես է ճարպը ներսում սկսում իրարից առանձնանալ։ Այսինքն ներսում եղած կաթնային ճարպն ու բուսական ճարպը սկսում են շերտազատվել, առանձնանալ ու նույնիսկ հստակ սահմանը երևում է։ Հենց տեսակ, որ լիովին առանձնացել են, դուրս բերեք ու դրեք սառնարանը։ Սառնարանում կենթանական, այսինքն կաթնային ճարպերն արագ սառում են ու կկարողանաք բուսական ճարպերից հանգիստ առանձնացնել։ Այսինքն ստացվում է նույնն ենք անելու, ինչ այսօր արեցինք, ուղղակի մի անգամ էլ դեռ պետք է ջեռոցը դնենք, որ այդ ստացվածից բուսական ճարպերը դուրս բերենք։ Այսքան բան ժողովուրդ շատ հեշտ է։